Ուղիղ 5 տարի առաջ այս տարածքը ազատագրվեց օկուպացիայից եւ այս փառահեղ պատմությունը միշտ կապրի մեր սրտերում։ Նախագահ Իլհամ Ալիևը այս խոսքերը ասել է Ջաբրայելի շրջանի Հորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ մի քանի օրից մենք կնշենք մեր պատմական հաղթանակի 5-րդ տարեդարձը, պետության ղեկավարն ընդգծել է. Նոյեմբերի 8 հաղթանակի օրը մեր պատմության ամենապայծառ էջն է։ 5 տարի առաջ մեր պատմական հաղթանակը արձագանք գտավ ամբողջ աշխարհում։ Այսօր ամբողջ Ղարաբաղը եւ Արևելյան Զանգեզուրը շին հրապարակ են։ Պետության ղեկավարը նշել է. 50,000-ից ավելի մարդ արդեն ապրում, աշխատում եւ սովորում է Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում։ Նրանցից մոտ 20,000-ը նախկին ներքին տեղահանվածներ են, որոնք վերադարձել են իրենց հայրենիք, իրենց հայրենի հող։ Մնացածը տարբեր աշխատանքներում աշխատող քաղաքացիներ են։ Այսօրվա իրականությունը այսօր այդ թվում նաեւ արդարության հաղթանակն է։ Խոսելով այն մասին, որ անհրաժեշտ է հավատալ արդարությանը եւ ապահովել այն, պետության ղեկավարը ընդգծել է. Տեսեք մեր ժողովուրդը եւ հավատարիմ է արդարությանը եւ ապահովում է այն։ Մենք այս հողերի տերերն ենք, մենք թշնամուն վտարել ենք մեր հողերից եւ այսօր կառուցում ենք գեղեցիկ կյանք։